Ինչ եք կարծում, ինչ է Red Bull-ը, էներգետիկ ըմպելիք արտադրող ընկերություն, թե պարզապես մարքեթինգային գիգանտ։ Ամեն վայրկյան վաճառվում է մոտ 400 շիշ Red Bull, բայց նրանք չունեն ոչ արտադրամաս եւ ոչ էլ սեփական պրոդուկտ։ Բարև ձեզ, ես Սերյոժան եմ, եւ այսօր մենք կբացահայտենք Red Bull-ի ամենամութ ու հանճարեղ գաղտնիքները։ Սովորաբար նմանատիպ ընկերությունները ստեղծում են գործարան, գնում հունգ, վարձակալում աշխատակիցների, արտադրում ապրանք եւ հետոնոր փորձում են վաճառել այն։ Red Bull-ի հիմնադիր Դիտրիխ Մատշեցը արեց ճիշտ հակառակը։ Ծանոթ լոգոյա, չէ՞։ Թայլանդական էներգետիկ արտադրող ընկերություն է, որից, ինչպես տեսնում եք, Դիտրիխը վերցրել է գրեթե ամեն ինչ։ Իրականում էներգետիկի հեղինակը թայլանդացի գործարար Շալեո Յուվիդիանն է, որի հետ Դիտրիխը կարողանում է լեզու գտնել եւ համագործակցել։ 1980-ականների սկզբին նա գերմանական Blendanx ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարն էր եւ աշխատանքային այցով մեկնել էր Թայլանդ։ Դիտրիխը տեսավ, որ բանվորները, բեռնատարների եւ տաքսիների վարորդները հոգնածությունը թոթափելու եւ ակտիվանալու համար էներգետիկ ըմպելիքներ են օգտագործում։ Փորձեց եւ համոզվեց, որ իրոք օգնում է։ 40 տարեկանում, երբ ունես լավ վարձատրվող աշխատանք, կուտակված կապիտալ եւ ընտանիք, շատերն արդեն մտածում են հանգստի գնալու եւ ապահով ծերության մասին, բայց ոչ Դիտրիխը։ Նա որոշում է դուրս գալ աշխատանքից, ներդնել բոլոր խնայողությունները, շուրջ $500,000 եւ էներգետիկները վաճառել Եվրոպայում։ Նա համոզում է թայլանդացի միլիարդատեր Շալեո Յուվեդային եւս $500,000 ներդրում կատարել, եւ նրանք միասին ընդհանուր $1 միլիոն կապիտալով հիմնում են Red Bull ընկերությունը։ Բայց ընկերություն հիմնադրելը մի բան է, կայացնելը մեկ այլ բան։ 3 տարի շարունակ ոչ մի շիշ Red Bull չի վաճառվել։ Ավստրիական իշխանությունները հրաժարվում էին լիցենզիա տրամադրել, եւ Դիտրիխը 3 տարի շարունակ ստիպված էր դատարաններում եւ նախարարություններում քարշ գալ եւ ապացուցել, որ Red Bull-ը հնարավոր չի։ Մի պահ կար, երբ ընկերությունը կանգնած էր սննքացման եզրին, քանի որ մարդիկ չէին գնում էներգետիկը եւ վաճառքներ ընդհանրապես չկային։ Բայց Դիտրիխը չհանձնվեց, վերանայեց փաթեթավորումն ու բաղադրությունը, դարձնելով Red Bull-ը գազավորված ըմպելիք։ Քանի որ ֆինանսները շատ սահմանափակ էին, որոշում է կայացվում պատվիրակել արտադրական ամբողջ process-ը եւ մնացած բոլոր ռեսուրսները կենտրոնացնել մարքեթինգի վրա։ Դիտրիխը մի կողմից 2 անգամ թանկացնում է Red Bull-ի գինը, մյուս կողմից հանձնարարում, որ համալսարանների, գիշերային ակումբների եւ բարերի շրջակայքում դատարկ շշեր թողնեն։ Երիտասարդները, տեսնելով դատարկ շշերը, ցանկանում են փորձել, իսկ թանկ գինը որակյալ պրեմիում պրոդուկտի տպավորություն է ստեղծում։ Հաջորդ փուլով Red Bull-ը իր աշխատանքներում ներառեց ուսանողներին եւ սկսեց անվճար ըմպելիք բաժանել երիտասարդական տարբեր փարթիների ժամանակ։ Արդյունքում պրոդուկտը դարձավ հայտնի եւ սիրված երիտասարդների շրջանում, բայց համաշխարհային հայտնիության համար սա շատ քիչ էր։ Red Bull-ը սկսեց հովանավորել տարբեր սպորտային միջոցառումներ, գնել կամ ստեղծել սեփական թիմեր ամենատարբեր ոլորտներում, Ֆորմուլա 1-ից մինչև ֆուտբոլ։ Red Bull-ի ամենահայտնի եւ ռիսկային արշավը տեղի ունեցավ 2012 թվականին։ Ֆելիքս Բաումգարտները Red Bull-ի հանդերձանքով ցատկեց տիեզերքից եւ գերազանցեց լույսի արագությունը։ Այս իրադարձության վրա Red Bull-ը ծախսեց մոտավորապես $50 միլիոն։ YouTube-յան ուղիղ եթերին այդ ժամանակ հետևում էր 8 միլիոն մարդ, ինչը այդ ժամանակվա համար ռեկորդային ցուցանիշ էր։ Բացի դա, այս մասին խոսում էին բոլոր հեռուստաընկերություններով եւ անվճար լուսաբանում process-ը։ Նմանատիպ խոշորամասշտաբ PR-ը ամենատարբեր հաշվարկներով կարժենար մոտ $600 միլիոն, բայց Red Bull-ը ծախսեց ընդամենը 50 միլիոն։ Ինչպես ասում են, Red Bull-ը թևեր է տալիս։ Դիտրիխը վաճառում էր ոչ թե էներգետիկ ըմպելիք, այլ ադրենալին։ Red Bull-ի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ լավագույն պրոդուկտը կարող է չհաջողել, եթե չկա ճիշտ մարքեթինգային ռազմավարություն։ Եթե դուք ունեք բիզնես, ստարտափ կամ ցանկանում եք զարգացնել ձեր անձնական բրենդը, ապա անցեք տեսանյութի նկարագրության մեջ տեղադրված հղումով եւ գրանցվեք անվճար խորհրդատվության, որի ընթացքում միասին կվերլուծենք ձեր բիզնեսն ու կգտնենք աճի ամենաարդյունավետ ուղիները։ Եթե հավանեցիք տեսանյութը, դրեք լայքեր, հետևեք էջին եւ մեկնաբանություններում գրեք, թե որ բրենդի մասին ներկայացնեմ հաջորդիվ։